Զարթոնք բզնունի շովում, հպարտ մուզիկանտներ ասոցիացիան, թաղեն նախկինների բոյը և պիտուխ լակոտը ներկայացնում են։ Раз, три. Ага, միացել է կնոպկին։ Алло, балдыз, здравствуйте. Дорогого моего подписчицы и подписчицы. Ինչպես միշտ, ձեզ հետ կրկին անզուգական և հիասքանչ անձնավորություն, որը ես եմ իմ մասին խոսքել, ես համեստ մարդ եմ, դրա համար sense ոնց որ բնորոշում եմ ինքս ինձ համեստորեն, հիասքանչ անզուգական էակ, Զարթոնք բզնունի բիլսը պրամիկոյ ժիվո եթեր, միշտ, ինչպես միշտ, դուք գիտեք, ես միշտ ժիվո եթեր եմ մտնում, պրամիկոյ, ասենք հիմա որ ժամը նայեք, չոտկի այդ ժամնա, չնայած դե պարզա սկզբից զապիս եմ անում, հետո եմ գցում, YouTube տեղ, բայց դե մեկա պրամիկոյ եմ չէ, ասենք շփվում ձեզիք հետ, հենա տենում եմ մի հատ կինել նստած, սենց նայամացի ես ինչ այ հիմա խոսալու, ինչ եմ ուզում ասել, այսօր դե տեսնում եք ինչպես միշտ ռոմանտիկ մթնոլորտ եմ ստեղծում իմ բանից այդ կնիկ արմատուհիների պահով էլի տենց որոնք պատպիշից բան են տեսեք ծաղիկներ անթարամ ծաղիկներ բնական իհարկե բնական սա խրիզանտեմ է սա չգիտեմ ես ինչ է թուղթ է թղթյա ծաղիկներ դե ինչպես իմ մոմը ոչ բժշկական մոմ չի էլի ասենք ուրիշ բան չմտածեք ես պետք է հիմա վառեմ այրեմ այն ահա այրեցի սես դրենք ռոմանտիկ մթնոլորտ ստեղծենք և հիշենք հիշում եք այդ ալեմեի ժամանակները այդ ինչ ռոմանտիզմներ որ մոմեր էին վառում սկսում էին ինչ-որ բանաստեղծություններ ինչ-որ տուֆտել մուֆտել հետո սկսում էին պարել հետո Տիգրան Կարապետիչի հետ ասես պարում էին գնում էին Սևան հենց մի կտոր հաց էին ուտում ոնց որ բուկվալն է հենց մի կտոր հաց էին ուտում Սևանում էին լողնում մարդիկ ուրախնում էին բան էին անում ասենք տանը ոչ էին լողնում Սևանում լողնում էին այդ օրերը դաժե Սևանի մակարդակը մի քիչ բարձրանում էր այդ բանից էլի շատ լավ ժամանակներ ես ինքս ինչ մեղքս թաքցնեմ մի քանի անգամ մասնակցել եմ ալեմեում այն ադամանտ զմրուխտ բան այդ սրտուզիբիլների համար պայքարում էի ինքնամոռաց անխնա պայքարում էի ինչ ասես բան էի անում էի էլ լճակն էի կարդում բանով վրացերենով ոչ երգում էի իմ բանը հեղինակային երգերից ասենք չուգունից ծոցը ոչ ասես տարբեր բան ասենք մաշնի սիձեռնիկի հետևի սիձեռնիկին քելե բան լկստվենք բան շատ հետաքրքիր գործեր ունեի ես զարմանում եմ ինչու չէին ուղարկում այդ եվրա միությունը ինչ է որ երգում են էշեշ երգում են բայց դա չհասկացա ինչի չէին ուղարկում ուղարկեցին ու հիշում եք բանին ում էր Մարտին Գեորգյանցին ուղարկեցին թե ում ուղարկեցին դա պարզ չէ որ այդ մարդիկ չեն կրի երբևիցե ասենք ոնց գնաց բան երգես ասենք ճիկույդիկ ինչ անլուրջ բանը անլուրջ հասկանում եք իսկ իմ երգերը շատ լուրջ խորիմաստ փիլիսոփայական հազոր բան էին ու ինչի մասն ենք խոսալու ասենք այդ ալեմեն լավ իր հեռն էլ անիծած է ալեմեն ես հիմա միայն բանի վրա եմ նստած ասենք պերսպեկտիվին մեկ է շողակաթը չոտքիս նստում նայում եմ զարգանում եմ ինքնազարգացմամբ եմ զբաղված ասենք այդ պերսպեկտիվին ինչ նայես չնա ինչ ասեն ասվածախ ցնցված են սա բոլորը աշխարհը ցնցված է Դες բան չկա, Ալիևը ցնցված է, Էրդողանը ցնցված է, աշխարհը ցնցված է, մարդիկ ցնցված են, շները ցնցված են, ցնցումը դաժե ցնցված է, ցնցողները ցնցողները ցնցվում են, ցնցողությունից, հասկանես։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ուրեմն մենք հայերս ախր շատ բան ենք միտինգասեր ազգ ենք,
արա մեզ թողես սաղոր առավոտ ոնց իրիգուն միտինգ անենք։ Այս 30 տարի է մենք միտինգ ենք անում։ Մի օր չկա մեկը պրոստը ուղղակի գնա գործի, չէ, դու գործողորն է, դու տրակտոր աշխատի, ես պետք է աղշտեմ աղբեր ջան։ Սաղոր միտինգների թափառում ենք, ստեից ընդե թրև են գալի ու կապ չունի вообще ում համար է այդ միտինգը այսօր, вообще Քոչարյանի համար է կգորանք, Քոչարյան, բան Փաշինյանի համար է կգնանք կասենք այդ քոչի շները, թալանչիները, բան вообще մեկ ազգը, вообще Կարող է խժխժանք, կարող է ոչ մի գործ չանենք, սաղոր թրև գանք ու խժխժանք, որովհետև մենք դժգոհ ազգ ենք, ասում եմ միշտ դժգոհ ենք ամեն ինչից։ Ու մեկ նույնիսկ գիտեք ինչ է լինում, ինչպիսի իրավիճակն է, ես ինքս էի անձամբ ընկել տենց իրավիճակ, ուրեմն ասենք կոմիտասի վրա, այն իջնող մասը Փաշինյանի համար են, միտինգ անում են բարձրացող մասը, բան Քոչարյանի, ու սենց իրար այսպես ոնց որ սենց զուգահեռ սենց նրանք իջնում են, նրանք բարձրանում են, սրանք գոռում են բան Կեցե Փաշինյանը, նրանք գոռում են Կեցե Քոչարյանը ու դրանց այսինքն իրար չեն խանգարում ասենք вообще էլի ու շատ դեպքերում լինում ասենք այն իջնողը որ ասենք Քոչարյանի կողմից էր մեկը հիշում է որ ուրեմն տան հարթուկը չէր անջատել ու ռեսկից էս մտնում է սրանց մեջ ու սենց բարձրանում է բերել դե գոռում է Կեցե Քոչարյանը սենց ֆորմացում է Կեցե Փաշինյանը գնում է տունը հասնում հարթուկը բանանում այնը մեկը ջոգում է տեսնում է որ արդեն անջատացել բայց դե միշտ բոլորից մոտ տենց է չէ Հա, դրանից դուսակալի ու այլս սկսում է իշտել Կեցե Քոչարյանը։ Հասկանաք, շատ բանա հարմոնիկ ինչ-որ շատ անզուգական ազգ ենք մենք հասկանաք։ Մեզ մեկա, կարևորը խժխժանք, ճվճվանք, ծվծվանք, մածծվանք։ Հա, ու բոլորը ինչ-որ կուսակցություններ են բացում, կուսակցություններ, հասկանաք։ Ինչ ասես կա, ինչ ասես։ Եվ ես, գիտեք ինչ, ես երկար բարակ գցեցի բռնեցի ու մտքովս մի հատ բիտ կանցավ։ Թու ասում եմ այն մարդ չվերցնեմ ես էլ մի հատ կուսակցություն բացեմ կուսակցություն ես կանի ու մտածում ասում ինչ անեմ որ ինչ կուսակցություն է պետք բացել որ միանգամից շատ քանակով մարդիկ լացվեն իմ կուսակցության մեջ ու հասկացա ինչ պետք է բացեմ ուրեմն բացում եմ կուսակցություն որը կոչվելու է ժեղ այո ժեղ որը բան է անում, ասենք բանը, ուրեմն ժողովրդավարության երազախապված խրտվիլակները, այդպես հա, ժեղ, որովհետև հասկանում եմ, հենց որ բացեցի, տասնյակ հազարով, 100,000-ով մարդիկ տուժը ինքնաբերաբար մտնում են իմ կուսակցության մեջ, հա, են քվալով մանեն սաղտի ամեն ինչ է, զոմբի ծոցերան, դեմքի, սես ռոժեր բաներ, սենց մի խարախուրը, հա, հասկանում եք, մենք կհաղթենք բոլոր ընտրությունները, բոլոր, հասկանում եք, ինչ ալնի, մենք շատ ենք, հասկանում մենք լինենք շատ, ու անպայման պետք է մեր կուսակցության անդամները իմանան օգտագործեն այնպիսի հիասքանչ հայկական բառեր, ասենք գրափարով, միայն գրափարով, ինչպիսին են ասենք գոյնյա, շրանք բավոյ, ասենք կալիդուր, կողնում, ասենք, որ ասում են գնանք դմակներս հարմրցնենք կողնում, կամ դիվանում, ասենք, բանը ու բորնի, բանը բաղնիս, ասենք, շատերը ասում են բաղնիսս բաղնիսում եմ թողե, հելանք, ընձիկ, կզիկ, մեզիկ, այսինց մունդարը շուտ բարակապակցությունները, որ անպայման պետք է իմանալ, անպայման, քանզի մեր ազգի, ասեք 80% այդ բարերը գիտի, այլ ճիշտ իրան գիտեմ, որ այդ բարերը հենց կոնկրետ բան, գրափարով, գրական բարեր են, գրագետ են խոսում, իրանք չգիտեմ, որ ասենք ուրիշ բար կա, ու ես հասկանում եմ, որ մենք կհաղթենք յուրաքանչյուր կտրվածքում, հասկանում եք, ես նույնիսկ բան, լոզունգ եմ օրինել մեր ժեղ, այսինքն ժողովրդավարության երազախապված խրտվիլակների ուրեմն լոզունգը, բոլոր մասնակիցները մեր կուսակցության պետք է իմանան այդ, այսօր մտքովս անցավ, ասում ինչ էր, ժեղը, հակավ տրեղը, կուն տվեց մեղը, ընգավ ցեղը, վերցրեց թզբեղը, բացեց ռեղը ու անցկացրեց քելեղը։ ունիկալ ու շուրջ հազարավոր, տասնյակ հազարավոր, միլիոնավոր հայություն
կմիանա ինձ, որովհետև կհասկանամ, որ ես ժողովրդի մեջից ելած եմ։ Դե օրինակ ես բաներ այս ռևանշիստները։ Այն մարդ մեջը մեկը չկա, որ ժողովրդավարական լեզվով խոսում է, նորմալ ասի գոյնյան, թաղեմալա, դուխով, հուբա, սենց բաներ ալի, մարդիկ սիրում են դա հասկանում։ Ես սրանք իչ, ասում են, և այսօր մենք հասկացանք, որ այս կառավարությունը, ու ժողովուրդը սենց նայում է վրիքների։ Նայում երկու րոպե դες նայում, ասում ախպեր արա մեր լեզվով, օրս սարեվարա մետ գոյնյա մետ քավուր քավար կապի ախպեր ջան, մզծնենք մետ խլեշի սաղին արաբա, մենք ժողովուրդը, դեմա ոչ մի բան չի ստացվում են։ Դե բանը, օրինակ վերցրեք նույն բանից, Փաշինյանից։ Այն մարդը ասես ներքին ինչ բան ունի, ասես մետ կնոպկա ունի։ Ասես կնոպկեն սախմում է, այդ բեսը սկսում է, ժողովուրդն է սկսում է, դուխով, բանը, չնայած մի քիչ իրենք վայրենավարի էին ասում այդ բանը, դմբ հուն, ամերդ մի քիչ բանանեիք, մի քիչ էրոտիզմ ավելացնենք, էրոտիզմ, ասենք դմբ, սենց բաներ ասկանում, ոչ թե ինչ չէ, չեղավ ասկանում, կամ պետք է դմդմփուի մեջ կամ էրոտիզմ մտցնել, կամ չգիտեմ, ոնց հուն, ոնց կարելի ասել, հա, կամ էլ բան, ասենք մենք ժեխերովս պետք է ոնց ասենք այդ լոզունգը, նիգալ այն ղժում էին, այդ կինկարը, ղժում էին, չապում էին, հա, այդ տենց կարգավիճակով մենք կհասնենք հաջողության, և պարզ է, որ ոչինչ չենք կարող փոխել, ասենք ընդհանրապես, չնայած հիմա ոչ մի բան չի փոխվում, ասենք ինչ տարբերություն, բայց գոյնյա մենք այդ ժեղ կուսակցությունը կհերնի փողոցները, սկսի բան շլիֆավատ անել այդ տրոտուարները, ու սկսենք, էլի հժոշ ճավոց, մեր հայերից ինչ ա պետք է ինչ-որ մի բանի, դե ինչ-որ դժգոհ լինել, սաղ դժգոհ ռոժելով, դնում են գալիս են, ասենք չգիտեմ, Ֆրանսիայում մի բան վարվում են, ինչ է, Պարիժ, Սաբորսկի, Բագամացիվի, ինչը, խոսքի էդ յա վարվում, սաղ, մյուս օրը սաղ սենց դժգոհ, ինչ-որ Facebook-ի պրոֆիլները սենց սև ներկած, յանի մնեց սաղ կյանք, նենց ուշկները գնացել այդ Պարիժ, Սաբորսկի, Բագամացի, չնես միջև այդ կյանքում չեն էլ լսե, բատ չէ, խաբար չէ իլիք ինչա, ընդհանրապես, կամ չգիտեմ Իսպանիայում ինչ-որ մի բանա, չգիտեմ, կատարվում, ասենք, երկրաշարժ, արա, հայերի համար էդի ողպալու, հենց զռալու մի հատ թեմա է, մյուս օրը, ինչ մյուս օրը, նույն օրը, դու չգրում են երկրաշարժ, հենց են գրում, ոցոր ստեղ այլ է, կարևոր չի Իսպանիան, իրենց ոչ չգիտեն Իսպանիան որտեղ է, ընդհանրապես գաղափար չունեն, մտածում են, ասենք ինչ-որ Ռուսաստան տեղ, Չելյաբին քաղաքի մոտակայքում, կարևոր չի հեշտ կա Ռոստով, բայց գրում են, իսպանա, տենց է գրում են, իսպանա, մենք բոլորս իսպանա ենք, իսպանա մենք քո հետ ենք, բան ու են բանն են դնում են, այսինց, այս ամենասիրված է, այդ իմ կուսակցության, այս նորաբաց կուսակցության, այդ ամենասիրված այս բանն է, ժեստն է, մեկ է սա, այս նշում եք են, որ կոմենտների մեջ գրում եք, այդ սմայլիկների բաների մեջ, սա ու սա, էդի ամենասս կամ են բաները արցունքներ են, սենց մետ սմայլիկ, ասենց արցունքները գնում զրում, ողպում, սենց զուրվի հոտաբելից գալի, սենց դուդուկ դաղոլի, սենց շուտ տրամադրություններ են ստեղծում, սենց կելեխային, սենց մզոց են, սենց սասի սրտաճոբլիկ, սենց բան սենց ներսից գալիս, սենց սաղս տավայդվում ենք, սաղս զրում ենք, լացում ենք, ասենք, մենք սիրում ենք, էդի մեջ հայկական առանձնահատկությունն է հասկանում, մենք դաժե պալելուց մի քիչ թախիծով ենք պալում, մի քիչ ծանր ենք, սենց կողքերն ենք նայում, որ հանկարծ մարդ-մուրդ բան չմտածի, ասենք քեֆ ուրախությունա մի քիչ սենց մեղված ենք, ոնց ներքին այդ բողոքը, այդ ողբը մեջներս նստած է, ասենք լիքը սեղանին լիքը ուտելիք կա, բայց մի ձևից սենց են ուտում, որ չերևա որ շատ են ուտում, հետո գնում են տուն, մարդը ասում է, կանիք ինչ կա տան ուտելու, արա չէի կարում արա դրանք սաղ վրես էին նայում, արա խայտարակ հո չէի լելու, բերել են բորշ բերել, ու սկսում է լապել, վայ, այս ինչ դմ հու ազգենք, ես զարմացած եմ, անես որ, խնդրում եմ ձեզ միանալ իմ կուսակցությանը,
Դենց անվանմանը մի նայեք, ինքը նորմալ ժողովրդավարական կուսակցություն է։ Հա, մեկը շատ կարևոր բան է մարդ։ Այն օրը մի հատ Facebook-ի դրուգներիցս մեկը ինձ շատ ճիշտ բան ասաց, ասում է վիդեոները որ անում են Զարթոնք ջան, ասում։ Վերջում անպայման ասա, ժողովուրդ ջան, բան եղեք, պատպիսկա եղեք, այս ալիքից, այդ որ հիմա նայում եք, այդ ալիքից պատպիսկա եղեք։ Ձեզանից ոչինչ չի գնում, համար փող չեք ծախսելու, մի կոպեկ չեք ծախսելու։ Այդ պրոստը սախ մեկ այդ պատպիսկան ու ասենք հետևեք այդ մանին ալիքին, որը իմ ծանոթի Արման Ղազարյանի YouTube-յան ալիքն է։ Դե ինքը նորմալ խելքը գլխին համեստ տղա է, նման ցնդաշ չի էլի ասել մենք։ Դե ինչ, պատչում եմ բոլորին, до свидания։